Chanel No. 5 այս հանրաճանաչ օծանելիքը ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ, սակայն այս տարիների ընթացքում չի կորցրել իր հայտնիությունը եւ պահանջարկը։ Ըստ ստատիստիկայի այն վաճառվում է յուրաքանչյուր 30 վայրկյանում աշխարհի տարբեր մասերում։ Ինչպես է այն ստեղծվել եւ որն է նրա հաջողության գաղտնիքը։ Եկեք հասկանանք միասին։ Նախքան 20-րդ դարի սկիզբը նորաձևության դիզայներները եւ պարֆյումերները գործում էին իրարից անկախ, այսինքն կուտյերյաները չէին թողարկում օծանելիք, իսկ շուկայում առկա էին միայն մեկ ծաղկի բաղադրիչով օծանելիքներ։ 1921 թվականին Կոկո Շանելը որոշում է փոխել դա եւ հագուստին զուգահեռ թողարկել նաեւ իր սեփական օծանելիքը, որը վարդի փոխարեն կունենա կնոջ բույր։ Նրա նպատակն էր ստեղծել բարդ կոմպոզիցիայով օծանելիք, որը մեկի փոխարեն կպարունակեր բազում բաղադրիչներ։ Այդ նպատակի իրականացման համար նա համագործակցում է պարֆյումեր Էրնեստ Բոյի հետ։ Բազմաթիվ փորձարկումներից հետո Էրնեստը Կոկոին ներկայացնում է 1-ից 5 եւ 20-ից 24 համարակալված շշերի շարք։ Չտեսնելով թվերը, Կոկո Շանելը հավանում է 5-րդը, եւ երբ բանը հասնում է անվան ընտրությանը, նա որոշում է թողնել 5-րդ համարը։ Նախ 5-ը իր սիրելի եւ հաջողակ թիվն էր, եւ հետո նա իր բոլոր ցուցադրությունները կազմակերպում էր յուրաքանչյուր տարվա մայիսի 5-ին։ 5-րդ համարին նա ավելացնում է իր ազգանունը, վստահ լինելով, որ այդ համադրությունը կբերի հաջողություն։ Օծանելիքի բանաձևը, որը մինչ օրս գաղտնի է պահվում, պարունակում է 80 բնական եւ սինթետիկ բաղադրիչներ։